1876 թվականին Ֆրանսիայում անհետացավ Բլանշ Մոնիե անունով այս աղջիկը, որն ընդամենը 27 տարեկան էր։ Միանգամից սկսվեցին որոնողական աշխատանքներ, որոնք այդպես էլ որևէ արդյունք չտվեցին։ Բլանշ Մոնիեն հայտնաբերվեց միայն 25 տարի անց, սակայն այսպիսի տեսքով։ Երբեմնի գեղեցիկ եւ նրբագեղ աղջիկը արդեն իսկ ուներ այսպիսի հրեշավոր տեսք։ Ինչ էր պատահել նրա հետ եւ որտեղ էր նա այդքան ժամանակ։ Այս երկու հարցերի պատասխանները կսարսափեցնեն ձեզ։ Բլանշ Մոնիեն ծնվել է 1849 թվականի մարտի 1-ին։ Նա ազնվատոհ Մոնիեների ընտանիքից էր, որն իր հերթին ծագում էր մեկ այլ հռչակավոր եւ հարուստ տոհմից։ Մայրը Լուիզ Մոնիեն եւ հայրը Շարլ Մոնիեն հանդիպել են դեռ 22 տարեկան հասակում եւ կարճ ժամանակ անց ամուսնացել։ 1848 թվականին ծնվեց նրանց որդին Մարսելը, իսկ մեկ տարի անց նրանք ունեցան աղջիկ, ում անվանեցին Բլանշ։ Տարիքի հետ աղջիկը դառնում էր ավելի գեղեցիկ, նրա միտքն ու կեցվածքն ավելի էին կատարելագործվում։ Նույնիսկ ֆրանսիական էլիտայի շրջանում երիտասարդ աղջիկն առանձնանում էր իր ինտելեկտով ու դաստիարակությամբ։ Նրանք, ովքեր մտերիմ էին Մոնիեների ընտանիքի հետ, ասում էին, որ Բլանշը զգայուն սիրտ ու բարեհամբույր բնավորություն ուներ։ Ասում են, որ նա երբեք չէր կարող անտարբեր անցնել այն մարդկանց կամ կենդանիների կողքով, որոնք օգնության կարիք ունեին։ Երիտասարդ տարիներին աղջիկը պարբերաբար մերժում էր երկրպագուներին, որոնք նրան բազմաթիվ նվերներ եւ սիրո խոստովանություններով նամակներ էին ուղարկում։ Բլանշի մայրիկին Լուիզ Մոնիեին դստեր հանդեպ այդպիսի մեծ ուշադրությունը դուր չէր գալիս, բայց իմանալով, որ աղջիկը չէր շտապի առաջին իսկ հանդիպածի գիրկը, առանձնապես չէր անհանգստանում։ Բլանշ Մոնիեն արտասովոր գեղեցկությամբ եւ բարեսիրտ մի աղջիկ էր, ում հանդեպ կար մեծ ուշադրություն բոլորի կողմից, հատկապես տղամարդկանց։ Աղջկան իրենց քաղաքում Պուատիեում ճանաչում էին բոլորը, ու նաեւ հենց այս պատճառով էր, որ նրա անհետացումը ցնցեց բոլորին։ Մինչ անհետացումը Բլանշ Մոնիեն սկսել էր հանդիպել մի տղամարդու հետ, որը տարիքով բավականին մեծ էր Բլանշից։ Նրա անունը Էմիլ Ռյու էր։ Վերջինս մասնագիտությամբ փաստաբան էր, սակայն չուներ մեծ կարողություններ։ Բլանշն ու Էմիլը գաղտնի էին հանդիպում, քանի որ Բլանշը գիտեր, երբ ծնողները իմանան նրանց կապի մասին, անկասկած դեմ կլինեն։ Նրանք ցանկանում էին, որ իրենց աղջիկը անպայման ամուսնանա ունևոր եւ ազնվատոհմիկ մարդու հետ։ Սակայն Բլանշին ճանաչում էին բոլորը, ու նրանց նկատողները կարճ ժամանակում տարածեցին Բլանշ Մոնիեի եւ Էմիլ Ռյուի գաղտնի սիրավեպի մասին լուրերը։ Չնայած դրանից հետո ծնողների կողմից սկսված պնդումներին եւ ճնշումներին, Բլանշը շարունակում էր հանդիպել այդ մարդու հետ։ Այս ամենը շարունակվեց մինչև 1876 թվականը։ Հենց այդ ժամանակ Բլանշը մեկ օրում ուղակի չքացավ։ Նրանից որևէ հետք անգամ չկար։ Բոլոր ծանոթներն ու անծանոթները անընդհատ խոսում էին այդ մասին, առաջ քաշում տարբեր վարկածներ։ Ամենահայտնի վարկածն այն էր, որ Բլանշ Մոնիեն փախել էր իր սիրելիի հետ։ Ոստիկանությանը տված տեղեկության մեջ Բլանշի մայրը Լուիզ Մոնիեն նույնպես առաջ էր քաշում այդ վարկածը, ասելով, որ աղջիկը հավանաբար փախել է իր սիրելիի Էմիլ Ռյուի հետ։ Որոնումների դադարումից հետո աստիճանաբար բոլորը մոռանում են Բլանշի մասին, վստահ լինելով, որ նա շատ հեռու է ու այլևս չի վերադառնա։ Աղջկա ծնողները եւ եղբայրը շուտով սկսում են ապրել իրենց սովորական կյանքով։ 1879 թվականին մահանում է Բլանշի հայրը Շարլ Մոնիեն։ Ժամանակն անցնում էր, իսկ Բլանշ Մոնիեից այդպես էլ որևէ լուր չկար։ Աղջկա անհետացումից մոտ 10 տարի անց լուրեր տարածվեցին, որ նրա սիրելին, ում հետ ենթադրվում էր, որ նա փախել է, մահացել է։ Սա եւս մեկ անգամ Բլանշի մասին խոսակցությունների նոր ալիք բերեց, որը կարճ ժամանակ անց մարեց։ Բլանշ Մոնիեից այդպես էլ որևէ լուր չհայտնվեց։ Ամեն ինչ փոխվեց 25 տարի անց, երբ արդեն դադարել էին որոնումները ու այլևս որևէ հույս չկար, որ Բլանշ Մոնիեն կգտնվի, Ֆրանսիայի ոստիկանություն է ուղարկվում մի անանուն նամակ, որում ասվում է, որ Բլանշ Մոնիեին պետք է փնտրել իր իսկ տանը։ Անանուն ուղարկված այս նամակը սկզբում ոստիկանության համար չար կատակ թվաց, սակայն մինչ նամակի հասցեատիրոջը հայտնաբերելը, նրանք ամեն դեպքում որոշեցին ստուգել այն, ինչ գրված էր նամակում։ Ոստիկանության մի խումբ ուղևորվեց դեպի Բլանշ Մոնիեի տուն։ Դուռը նրանց առաջ բացեց մայրը Լուիզ Մոնիեն։ Վերջինս չէր հասկանում, թե ինչու է ոստիկանությունն այդքան տարի անց որոշել ուսումնասիրել տունը, սակայն շատ հարցեր չտվեց։ Ամբողջ տունն ուսումնասիրելուց հետո ոստիկանությունը տան անկյուններից մեկում գտավ մի դուռ, որը շղթաներով ու կողպեքներով փակված էր։ Դուռը բացելուց հետո բոլորը սարսափահար եղան։ Օդում տարածված գարշահոտի եւ անմաքուր պատերի ներքո հնամաշ մահճակալի վրա կապ կպված էր մի աղջիկ,
ում վրա բառի բուն իմաստով ասված միայն կաշին ու ոսկորներն էին մնացել։ Նա հազիվ էր շարժվում, մի կերպ էր խոսում, վախենում էր ու սարսափած էր։ Պարզվեց, որ 52-ամյա այդ կինը 25 տարի առաջ անհետացած Բլանշ Մոնիեն էր, ով փաստորեն այս ողջ 25 տարիների ընթացքում եղել էր հենց իրենց տանը, բռնի կերպով բանտարկված իրենց տան սենյակներից մեկում։ Բլանշ Մոնիեի հայտնաբերումից անմիջապես հետո նրա մայրը եւ եղբայրը ձերբակալվեցին։ Ձերբակալումից ուղիղ 2 շաբաթ անց մայրը Լուիզ Մոնիեն մահացավ սրտի կաթվածից։ Նրան մեղադրանք էր առաջադրվել սեփական դստերը բռնի կերպով պահելու եւ նրա հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու մասերով։ Եղբայրը Մարսելը 15 ամիս կալանավորված մնալուց հետո ազատ արձակվեց։ Նա մեղադրվում էր մոր կողմից իրականացված ոճրագործության մասին իմանալու եւ այդ տեղեկությունը թաքցնելու մեջ։ Սակայն նա պնդում էր, որ երբեք չի ցանկացել վնասել քրոջը։ Ասում էր, որ իրենց տան գլխավորը մայրն էր ու բոլորն էին ենթարկվում նրա հրահանգներին։ Ի վերջո պարզվեց հետևյալը. Բլանշ Մոնիեի մայրը, ում ճանաչողները բնութագրում էին որպես բիրտ, կոպիտ եւ տհաճ մի կին, չհամակերպվելով դստեր ընտրության հետ, գիտակցելով, որ ինչ էլ անի չի կարող աղջկան ետ պահել իր սիրելի մարդուց, Էմիլ Ժյուից, որոշում է դիմել ծայրահեղ քայլի։ Նա գցում է աղջկան իրենց տան ամենաաննկատ սենյակներից մեկը եւ նրան պահում փակի տակ ուղիղ 25 տարի։ Ոստիկանությանը եւ հարցուփորձ անող մարդկանց մայրը հայտնում է, որ իր դուստրը հավանաբար փախել է իր սիրելիի հետ։ Նույնն է հորդորում անել նաեւ իր որդուն Մարսելին։ Սենյակը, որում այդքան ժամանակ փակված էր պահվում Բլանշը, չուներ որևէ լույսի աղբյուր։ Նրան սենյակից դուրս հանելուց հետո նկատվում էր, թե նա ինչպես է վախենում արևի լույսից։ Այսինքն այդքան ժամանակ աղջիկը եղել է ամբողջովին մթության մեջ։ Անկարելի է նույնիսկ պատկերացնել, թե ինչերի միջով է անցել նա։ Բլանշին միայն կերակրում էին, ուրիշ ոչինչ, չկային որևէ հիգիենիկ պայմաններ։ Նա չէր լողանում, չէր շփվում որևէ մեկի հետ, չէր քայլում, քանի որ կապված էր մահճակալին։ Ծածկված էր կեղտոտ ծածկոցներով եւ սպիտակ եղենով։ Նրա շուրջը սննդի մնացորդներ էին, իսկ սենյակում վազվզում էին առնետներ։ Հենց այս պայմանների պատճառով էլ հայտնաբերման պահին Բլանշ Մոնիեն կշռում էր ընդամենը 25 կիլոգրամ։ Հայտնաբերելուց հետո նրա մոտ ախտորոշվեց նաև անորեքսիա։ Ոստիկանությունն ասում է, որ նրանք տարածված գարշահոտի պատճառով նույնիսկ մի քանի րոպե չկարողացան երկար մնալ սենյակում։ Նրանց նույնիսկ թվացել էր, որ մահճակալի վրայինը դիակ է, սակայն հետո միայն հասկացան, որ նա ողջ է եւ իրականում հենց 25 տարի առաջ անհետացած երիտասարդ աղջիկն է։ Բանտարկությունից ազատագրվելուց հետո Բլանշ Մոնիեն տեղափոխվեց հոգեբուժարան։ Ասվում է, որ նա ամեն օր հիացմունքով ասում էր, թե ինչքան հաճելի է մաքուր ու հանգիստ արթնանալը։ Ամեն դեպքում նա այդպես էլ չկարողացավ վերադառնալ բնականոն կյանքին եւ իր փրկությունից 12 տարի անց 1913 թվականին մահացավ հենց հոգեբուժարանում։ Նրա վերջին խոսքերն էին. «Ես երբ կվերադառնամ տուն»։ Բլանշ Մոնիեի չարչարանքները կշարունակվեին, եթե ոստիկանություն չուղարկվեր այն անանուն նամակը, որում ասվում էր Բլանշ Մոնիեի մասին ճշմարտությունը։ Այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ում կողմից էր ուղարկվել այդ նամակը, սակայն հենց դա դարձավ պատճառ աղջկա փրկության։ Երբեմն ծնողների պատվախնդրությունը իսկապես ճակատագրական է լինում իրենց զավակների համար։ Ուսադրսևորվում է ոչ միայն կողակից, այլ նաև մասնագիտություն ընտրելու, որոշումներ կայացնելու եւ այլ հարցերում։ Իհարկե Բլանշ Մոնիեի պատմությունը բացառիկ է եւ նրա մոր Լուիզ Մոնիեի անառողջ հոգեբանության հետևանք։ Ես Ռուբեն Եսայանն եմ եւ սա X գործերի հերթական թողարկումն էր։ Իսկ դուք միացեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք հետագա տեսանյութերը։